Չորրորդ արդյունքը մտքի լուսավորումն է։ Ես ցանկանում եմ անդրադառնալ 119 Սաղմոսին։ Ես համոզված եմ, որ սա հայտնի խոսք է շատերի համար։ 119 Սաղմոս 130-րդ խոսքը։ Սաղմոսի հեղինակն ասում է Աստծուն. «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին»։ Այսպիսով Աստծո խոսքի մուտքը մեր մտքի և սրտի մեջ լույս է տալիս։ Սա այլ է կրթությունից։ Կրթությունը լույս չէ։ Դուք կարող եք կրթված լինել, բայց ամբողջությամբ խավարի մեջ։ Որտեղից գիտեմ դա, որովհետև ես ինքս էլ այդպիսին եմ եղել, բարձրագույն կրթությամբ, բայց ամբողջությամբ խավարի մեջ, մինչև որ Աստծո խոսքի լույսը չփայլեց իմ կյանքում։ Այդ պատճառով հիշեք, կրթությունը լույս չէ։ Տարիներ առաջ Արևելյան Աֆրիկայում աշխատում էի աֆրիկացի ուսանողների հետ, որոնց միակ դրդապատճառը կրթություն ստանալն էր։ Եվ մի անգամ փոքրիկ գրքույկ գրեցի, որն այսպես էր կոչվում. «Դուք կրթություն եք փնտրում, իսկ դրա հետ մեկտեղ արդյոք իմաստություն եք գտնում»։ Եվ ցույց էի տալիս, որ կրթությունն ու իմաստությունը նույնը չեն։ Այդ գրքույկում արել էի մի արտահայտություն, որը ցնցել էր ոմանց։ Ես գրել էի. աշխարհում ողբերգությունների մեծ մասը տեղի ունենում կրթված հիմարների կողմից։ Թեոդոր Ռուզվելտը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը, մի անգամ հետևյալն էր ասել. «Եթե մարդը գող է, ապա նա կարող է գողանալ երկաթուղային վագոնը կամ էլ կուպեն։ Բայց եթե դուք կրթեք այդ մարդուն, ապա նա կգողանա մի ամբողջ երկաթուղի»։ Այդ պատճառով հիշեք, որ կրթությունը օգտակար է, բայց այն չի հանդիսանում իբրև լույս։ Իրականում, ինչպես արդեն ասացի, որոշները, որ շատ կրթված են, գտնվում են շատ խորը խավարի մեջ։ Միայն Աստծո խոսքի հայտնությունն է լույս բերում։